Բարելույս սիրելի ժողովուրդ, ամառը եկավ եւ բայց նախընտրական քարոզարշավը շարունակվում է եւ այսօր մենք Գեղարքունիքի մարզ ենք մեկնում եւ մեր հանդիպումների ժամանակացույցը հետեւյալն է. խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ այս ժամերը, որոնք ներկայացնում ենք, իրենք մոտավոր են, որովհետեւ ճանապարհը երբեմն չնախատեսված հանդիպումներ են լինում եւ երբեմն լինում է նույնիսկ մի քիչ շուտ ենք հասնում, ուշ ենք հասնում, այնպես որ կողմնորոշման ժամեր եմ նշում. այսօր մենք առաջինը լինելու ենք Սևան խոշորացված համայնքում եւ սկսելու ենք Լճաշեն բնակավայրից, որտեղ նախատեսում ենք լինել 9:45, 10:30 Սևանում, 11:35 Ծովագյուղում. Այսպիսով Սևան խոշորացված համայնքի հանդիպումները կավարտենք, հետո կլինենք Ճամբարակ խոշորացված համայնքի Մարտունի գյուղում, հետո Ճամբարակում կլինենք, հետո Շողակաթում եւ արդեն Վարդենիս խոշորացված համայնքում Մեծ Մասրիկում կլինենք ժամը 17:00, Ակունքում 18:00 եւ Վարդենիս քաղաքում 19:00, Ճամբարակ քաղաքում պլանավորում ենք 13:50, իսկ Մարտունիում, Ճամբարակի Մարտունի բնակավայրում 1-ին, Շողակաթում 3:10. Վաղը իհարկե վաղնել ենք լինելու Գեղարքունիքի մարզում, արդեն բնականաբար Մարտունի եւ Գավառ խոշորացված համայնքներում, իսկ օրվա վերջում արդեն ժամը 20:00 ոչ մի րոպե շուտ եւ ոչ մի րոպե ուշ սկսվելու է մեր մեծ հավաքը Գավառի կենտրոնական հրապարակում։ Այժմ խոսենք մեր ներդրումների մասին, որ մենք արել ենք 2018 թվականից Գեղարքունիքի մարզպետի հետ ենք հիմա եթերում եւ կներկայացնեմ ես եւ ինքն էլ մեկնաբանություններ կանի որոշ։ Ուրեմն 2018-ից 2026 թվականը իրականացրել ենք 124.8 միլիարդ դրամի կամ 335 միլիոն դոլարի ներդրում։ Սա իհարկե շատ տպավորիչ թիվ է։ Ես կարծում եմ, որ ոչ միայն Գեղարքունիքի մարզը, այլև հանրապետության որևէ մարզում նախորդող որևէ 8 տարվա ընթացքում այդքան ներդրում չի արվել, ինչքան մենք ենք արել 2018-ից 2025 թիվը ներառյալ։ Իհարկե մենք մարզեր ասելով առաջին հերթին հասկանում ենք սուբվենցիոն ծրագրեր, որովհետև սուբվենցիան ի վերջո արդարացրեց իրեն եւ լավ է աշխատում, որովհետև համայնքները եւ կառավարությունը շատ սերտ համագործակցում են, քննարկում են, բանավիճում են, թե որն ավելի ճիշտ, որ ծրագիրն առաջնային, որը կարող է սպասի եւ այդպես շարունակ։ Եվ պարոն Սարգսյան, ձեր մոտ էլ կա այդ երևույթը, որ սուբվենցիոն ծրագրերի ծավալը մեծանում է։ Բան վարչապետ, համեմատած նախորդ տարվա, այս տարվա ծրագրերը մոտ 10 միլիարդով ավել ներկայացված հայտեր են։ 10 միլիարդով ավել հայտեր են ներկայացված, այո, բայց 2018-ի ընդհանուր ծավալն ինչքան է։ Վարչապետ, օրինակ նախորդ տարի կարողացել ենք ավարտենք ու ամբողջությամբ ֆինանսավորենք 12 միլիարդ դրամի ծրագիր Գեղարքունիքի։ Այսինքն այս տարի արդեն ներկայացվում է մոտավորապես 25 միլիարդի ծրագիր է ներկայացվել, իհարկե դրանից կհաստատվի մոտ 20 միլիարդի ծրագրերը, հաշվի առնելով նաև համայնքների ունեցած ֆինանսական միջոցները, որոնք կարողանալու են 20 միլիարդը կառավարության մասնաբաժինն է։ Ոչ, պարոն վարչապետ։ Ոչ, 20 միլիարդը ընդհանուրի մասին է խոսքը, համայնք, այո, համայնք։ Բայց մի տեսեք, 2018-ից 2026 թվականը ներառյալ կառավարության մասնաբաժինը 46 միլիարդի է իրականացվել, այսինքն նշանակում մի տարում, հիմա մի տարում համայնքները ներկայացնում են իրանց նախորդ 8 տարվա ներկայացվածի չափ ծավալ։ Այո, պարոն։ Այսինքն ու դա այդ երևույթը նկատվում է բոլոր մարզերում, ինչի արդյունք է եւ ինչի շնորհիվ է, նախ կարողություններն են զա, նախ համայնքները կողմնորոշվել են, թե ինչ կարելի է անել, որովհետև ուզում եմ հիշեցնեմ 2018 թվականին մենք 5 միլիարդ տրամադրեցինք սուբվենցիաների համար եւ չիրացվեց այդ փողը, որովհետև համայնքները ծրագրեր չունեին։ Իսկ այսօր ստացվում է նախորդ 8 տարվա չափ ծրագրեր 2026-ին համայնքները ներկայացրել են, դա նշանակում է, որ
այն ինչ որ արել ենք նախորդ 8 տարում, առաջիկայում տեղի ունենալու ու ծրագրեր կան միջև 3 տարի կարան ձգվեն, ասինքն 3 տարում տեղի ունենալու այն ինչ որ նախորդ այն ծավալը ինչ որ նախորդ 8 տարում տեղի ունեցավ։ Մենք Գեղարքունիքի մարզում նախորդ տարի կառավարության համաֆինանսավորման 22.5%-ը Գեղարքունիքի մարզ ենք տարել։ Ամբողջ հանրապետություն։ Դե տարածքով ամենամեծ մարզն է, ամենամեծ ծրագրերը դա էլ պետք է հաշվի առնել, բայց այնուամենայնիվ իհարկե դա շատ տպավորիչ է։ Եվ այսպես 2018-ից 2026 թվականը իրականացվել է մարզում Գեղարքունիքի 46.3 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որի 60%-ը ֆինանսավորվել է կառավարության կողմից։ Գավառ համայնքում ծրագրը 7.5 միլիարդ դրամի ծրագիր է իրականացվել, որի 56%-ը կառավարությունն է ֆինանսավորել, Ճամբարակում 3.34 միլիարդ դրամ, որի 60%-ը կառավարությունն է ֆինանսավորել, Մարտունիում 22.6 միլիարդ դրամ, որի 62.4%-ը կառավարությունն է ֆինանսավորել պետբյուջեից, եւ Սևան համայնքում 6.7 միլիարդ դրամ, որի 50%-ը պետական բյուջեից է ֆինանսավորվել, Վարդենիսում 6.1 միլիարդ դրամ, որի 61%-ը ֆինանսավորվել է պետական բյուջեից։ Նու այս տոկոսն էլ է պայմանական, որովհետեւ ուզում եմ ելի հիշեցնեմ, որ մենք մյուս կողմից է դոտացիաներն ենք ավելացնում եւ այլ հնարավորություններ ենք ստեղծում համայնքների համար, այսինքն եթե հաշվենք թե զուտ կառավարության գործիքներով քանի տոկոսն է ֆինանսավորում, տոկոսները 70-75-ից պակաս չեն լինի։ Հիմա տեսնենք թե ինչ են կարել սուբվենցիոն ծրագրերը։ Միջազգային բան վարչապետ, այս հնչեցած թվերի մասին ասեմ, սրանք 100%-ով ավարտվածների մասին է, բայց այս ընթացքում մոտավորապես ամբողջ մարզում մոտ 6-ից 7 միլիարդ դրամի ընթացքում մեջ գտնվող, այո, այս բանի ընթացքում մեջ գտնվող ծրագրերն։ Դե նաև այդ է պատճառը, որ ասում են, որ Հայաստանը ծաղկում է, որովհետև ծավալի աշխատանքներ, սա չի նշանակում, որ վերջել ոչ միտեղ ոչ մի փոստ չկա։ Այս նշանակում որ փոսերի թիվը շատ վստահ տեմպերով նվազում է։ Հիմա տեսնենք ճանապարհներ եւ մայթեր 288 կիլոմետր Գեղարքունիքի մարզում, 288 կիլոմետր։ Ու սրանք վերաբերում է ներհամայնքային։ Այո, Սրանք ամբողջությամբ համայնքների ներսում։ Հանրապետական եւ միջպետական նշանակության ճանապարհներ։ Ջրամատակարարում 333 կիլոմետր, ջրամատակարարում եւ ջրահեռացում, ոռոգման համակարգեր 386 կիլոմետր, այսինքն խոսքը կառուցված, նորոգված, հիմնանորոգվածի մասին է։ Փողոցային լուսավորություն 393 կիլոմետր, 8 ֆոտովոլտային կայաններ են ստեղծվել համայնքների իրենց համար, նախադպրոցական հաստատություններ 32 ծրագիր, սա միայն սուբվենցիայի մասին է խոսքը, 32 հասարակական շենքեր հանրային կառույցների նորոգման, հիմնանորոգման, կառուցման կամ վերակառուցման մասին է, մշակույթի տներ տարբեր, ասենք կարա թատրոնը լինի եւ այլն։ 52 բազմաբնակարան շենքերի տանիքներ եւ մուտքեր են նորոգվել, բնակավայրերի այգիներ, պուրակներ, հանգստյան գոտիներ 33 այդպիսի պուրակ, այգի, հանգստյան գոտի է հիմնանորոգվել կամ նորոգվել կամ ստեղծվել, 30 կիլոմետր գազաֆիկացման ցանց է ստեղծվել եւ տեխնիկա սարքավորումներ գույք տրամադրվել է համայնքներին 55 կանգառ, 2 մեխանիզմ, 4 մանկապարտեզի գույք։ Սրանք մեծ թվերով սուբվենցիոն ծրագրերն էին եւ հիմա նայենք թե արդեն ճանապարհային դեպարտամենտը ՏԿ-ն ինչ է արել 18-ից 26 թվականներին 414 կիլոմետր ճանապարհ, 414 կիլոմետր ճանապարհ եւ կարևոր ճանապարհները Շորժա-Վարդենիս 58.7 կիլոմետր հատվածի հիմնանորոգում եւ Շորժա-Վարդենիս 19.2 կիլոմետր հատվածի միջին նորոգում։ Այս մեր կարևորագույն ծրագրերից մեկն էր, որ Սևանի շուրջը մեր ճանապարհները լինեն բարձր որակի։ Այսօր ըստ էության այդ խնդիրը լուծել ենք, մենակ մի կտոր ունենք
Վարդենիսի Կարճախբյուրի արանքը, հա, թե Ծովինարից մինչև Վարդենիս, հիմա Ծովակից Վարդենիսը արդեն մրցույթը կայացել է, ունենք այստեղ շինարար։ խնդրեմն ինչ էր, ի սկզբանե նախատեսված էր, որ այդտեղ ճանապարհը շատ պետք է բարձրանա, որովհետև Սևանի մակարդակի բարձրացման հետ կապված, բայց մենք վերլուծելով Սևանի բարձրացման տեմպերը տեսանք, որ այն ինչ որ հաշվարկվել է, դա անիրատեսական է եւ հետեւաբար այդքան փող ծախսել, այդքան շատ բարձրացնել ճանապարհը, ի վերջո ծանր ու թեթև անելով որոշեցինք չգնանք այդ ճանապարհով, այլ անենք այն հաշվարկով, որը իրատեսական է, թե ինչքան Սևանի մակարդակը կբարձրանա։ Ովքեր գնացել են, խոսք էս հատվածի մասին է, որ լիճը արդեն փաստացի հասնում է ճանապարհի եզրին, եւ այդ տրամաբանությամբ առաջնորդվել ենք հիմա մի քիչ էականորեն իջած է, բայց նաև նախագիծը, բայց նաև այնց որ հանկարծ ռիսկ չունենանք, որ առաջիկա ամենայն դեպս հետագայում հույս ունենանք մենք բոլորս ուրախ կլինենք, եթե ավելի մեծ տեմպով բարձրանա, այդ հիմքի վրա կարելի է շերտ բարձրացնել, որպեսզի մեծ բաներ այդ պահին չարդարացված ծախս չանենք։ Սևան լճապ ավտոճանապարհի 13.5 կիլոմետր հատվածի հիմնանորոգում էլ ըստեյության Սևանի շուրջը ճանապարհի մեջ մտնում, Գավառ Գանձակ Սարուխակ Գեղարքունիք ավտոճանապարհի 12.9 կիլոմետր հատվածի հիմնանորոգում էլ Սևանի շուրջը, սա մտնում է Գավառ խոշորացված համայնքի մեջից մինչև բարձրանում է բանը Գավառ Գեղարքունիք գյուղը, ամենավերևի գյուղը 12.9 կիլոմետր։ Աղբրաձոր ավտոճանապարհի 15.4 հատվածի վերանորոգում, սա որ ճանապարհն է։ Այս Ծովակից բարձրանում է մինչև Մաքենիսի վերջը, Աղբրաձոր չհասած, Աղբրաձորի մի հատված մնացել է, դա էլ առաջիկայում։ Շատ լավ։ Եվ Թդուջուր Նավոր ճանապարհի 6 կիլոմետրանոց հատված հիմնանորոգում, իհարկե 6 կիլոմետր այդ Գեղարքունիքի մարզում է։ Հիմնական մասը այնտեղ չգիտեմ քանի կիլոմետր է, երևի մի 30-40 կիլոմետր, բայց այս ճանապարհը ունի հեղափոխական նշանակություն ճամբարակի համար։ Ես հիմա վստահ կարող եմ ասել, որ մենք ի վերջո ճամբարակը, որը միշտ, ասենք ամեն անգամ ճամբարակ գնալիս, ես միշտ այնց այդ զգացում ունեցել եմ, որ ինչ պետք է անենք, որ ճամբարակը սկսի Հայաստանին համապատասխան տեմպերով զարգանալ ու հիմա այդ խնդիրը լուծված է, որովհետև Բերդ խոշորացված համայնքից դեպի Երևան եկող ամենակարճ ճանապարհը նոր ճանապարհ է ստեղծվել, որը ամենակարճ ճանապարհն է, ասում են, որ մինչև 50 րոպեով ճանապարհը կրճատվում է, եւ այդ ճանապարհը անցնում է ճամբարակով Թթուջուր, Նավուր, Թթուջուր, ճամբարակ եւ Ծովագյուղ այդ հատվածն է, այսինքն Բերդի գործնականում Երևան եկող բոլոր հոսքերը անցնելու են ճամբարակով եւ լավա որ ճամբարակը նաեւ պատրաստ է, որովհետեւ վերջին այցի ընթացքում տեսանք, որ ճամբարակի ներսում աշխատանքներ են գնում, հենապատ, ավտոճանապարհ, սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ ճամբարակը ի վերջո զարգացման նոր փուլ է մտնում եւ սա շնորհավորելու առիթ է բոլորից, որովհետեւ այնտեղ պարզ է, որ կսկսի առևտուրը կաշխուժանա, կսկսեն նոր խանութներ, սպասարկման կետեր, արդեն տարբերությունը մեծ է, պարոն վարչապետ։ Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ գրեթե 5 անգամ ավելացել է առևտուրը ու անցնող մեքենաները, իրենց առևտրային ենթակառուցվածքներից օգտվողների քանակն է 5 անգամ ավելացել, այսինքն արդեն ճամբարակը շատ մեծ նորություն է։ Էլ չեմ ասում լրացուցիչ նաև զբոսաշրջային տեմպերը, որ մեծանում են, նաև այդ ճանապարհով զբոսաշրջիկներ, կարճ ասած խաչմերուկ է դառնում ճամբարակը, որովհետև դեպի Գոշավանք տանող ճանապարհն էլ կարա ակտիվանա, այնտեղ էլ այդ սողանքային գոտու հարցը չենք կարող լուծել։ Վարչապետ, մրցույթը կա, մենք Աղբերքի հատվածում հիմա դրենաժային համակարգ են կառուցել, պաստառ ենք դրել, հողային ու բանի պաստառ, կոպճային պաստառ ենք տեղադրել, հասկանանք, տեսնանք, եթե տարբերություն չկա, այսինքն չի շարժվել, ուրեմն վրան ասֆալտը տեղադրենք։ Ներքևի հատվածում եւս նմանատիպ աշխատանք ենք իրականացնելու։ Իմիջիայլոց Դիլիջանի կողմից որ գալիս ենք դեպի ճամբարակ, այսինքն Գոշավանք եւ շարունակություն։ Այդ ճանապարհին գործնականում մինչև ահագին խորք ամեն կիլոմետրի վրա շինարարություն կա։ Ես վերջերս անցա եւ շատ տպավորված եմ։ Ամեն
կիլոմետրի վրա զբոսաշրջանի ենթակառուցվածք է ստեղծվում եւ դա իհարկե շատ մեծ նորություն է եւ ակնհայտ է, որ հիմի տարբեր կողմերից այդ ակտիվությունը ճամբարակա մտնում մոտենում, ինչը շատ լավ է։ Հիմա անդրադառնանք 300% 500 մանկապարտեզ ծրագրի։ Ուրեմն ծրագիրը ներառում է Գեղարքունիքի մարզի 33 դպրոցի կառուցում, վերանորոգում, այդ թվում 26 դպրոց եւ նոր եւ 7 կրթահամալիր, 52 մանկապարտեզ գումարած նախակրթարանի կառուցում, այդ թվում 22 մանկապարտեզ, 23 նախակրթարան եւ 7 մանկապարտեզ կրթահամալիրի կազմում։ Հիմա ըստ համայնքների տեսնենք ինչ վիճակ է։ Գավառում 6 դպրոց, 5 մանկապարտեզ, 7 նախակրթարան։ Աշխատանքները ավարտված են 2 դպրոցում, 3 մանկապարտեզում եւ 6 նախակրթարանում։ Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցը վերանորոգված է եւ գործում է։ Մենք միասին եղել ենք, պարոն վարչապետ, Նորատուսի դպրոցում։ Ես արդեն դպրոցները մոռանում եմ որտեղ եմ եղել, որտեղ չեմ։ Ծավալը մեծ։ Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոց վերանորոգված։ Եղել միասին։ Գավառի թիվ 5 հիմնական դպրոց, որը կառուցման ընթացքի մեջ է։ Կարմիր գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց, որը վերանորոգման ընթացքի մեջ է։ Արդեն ավարտական փուլում է։ Ավարտական, այսինքն վստահ ենք, որ սեպտեմբերից դասերը կգնան։ Գավառի թիվ 4 հիմնական դպրոց, որը վերանորոգման ընթացքի մեջ է, եւ Հայրավանքի միջնակարգ դպրոց, որը վերանորոգման ընթացքի մեջ է։ Գավառ համայնքի մանկապարտեզները։ Գավառի թիվ 7 մանկապարտեզը վերանորոգված է եւ գործում է։ Կարմիր գյուղի մանկապարտեզը վերանորոգման ընթացքի մեջ է։ Կարմիր գյուղում փաստորեն համ դպրոցի պրոցես կա, համ մանկապարտեզի ու գավառում է։ Լճափում մանկապարտեզը վերանորոգվում է։ Հայրավանք եւ Բերդկում գյուղերի մանկապարտեզը կառուցված է։ Այո, միասին բացման եմ մասնակցել եմ։ Այստեղ էր որ նախկինում երբեք մանկապարտեզ չէր։ Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի նախակրթարանը վերանորոգված է, Լանջախբյուրի միջնակարգ դպրոցի նախակրթարանը վերանորոգված է, Կարմիր գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանը վերանորոգված է, Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի նախակրթարանը վերանորոգված է, Կարմիր գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի նախակրթարանը վերանորոգման ընթացքի մեջ է, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի նախակրթարանը վերանորոգված է եւ Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի նախակրթարանը վերանորոգված է։ Ճամբարակում ունենք 3 դպրոցի, մենք մանկապարտեզի եւ 1 նախակրթարանի ծրագիր։ Ջիլում դպրոցը կառուցված է եւ հիշում եմ, որ բացմանը եղել են։ Ճամբարակում կառուցվում է թիվ 1 հիմնական դպրոցը, կառուցման ընթացքի մեջ այս տարի կավարտենք։ Պարոն վարչապետ, երևի թե չեն եղել շինարարի խնդիր ունեցան, նոր շինարարի փոփոխություն իրականացվեց։ Վահանի միջնակարգ դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է։ Այո։ Միջած Վահանի ճանապարհն էլ կառուցեցինք, նորոգեցինք, ես հիշում եմ, որ թվիներ 22 երևի որ բացմանը գնացի։ Ճամբարակում մանկապարտեզները, Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզը վերանորոգված է գործում է։ Ջիլի միջնակարգ դպրոցում նախակրթարանը կառուցված է եւ գործում է եւ միջալոց Ջիլի դպրոց տանող ճանապարհը նույնպես շատ լավ ճանապարհ։ Ոչ միայն դպրոց մոտեցնող ճանապարհը, այլ կենտրոնական բանից, ճանապարհից, մայրուղուց մինչև դպրոց, Մարտունիում 1 կրթահամալիր, 10 դպրոց, 11 մանկապարտեզ, 8 նախակրթարան։ Մադինայի կրթահամալիրը կառուցվում է, Լեռնահովիտի հիմնական դպրոցը։ Այստեղ մի հատ անվան հետ կապված խնդիր ունենք։ Լեռնակերտը իր հիմիկվա անունը, բայց Լեռնահովիտ են գրում։ Լեռնակերտ։ Այո, Լեռնակերտ։ Լեռնակերտի հիմնական դպրոցը կառուցվում է, Զոլակարի արդեն ավարտական փուլում է։ Մենք սեպտեմբերից արդեն Լեռնակերտի աշակերտները կգնան ավարտած նոր դպրոց։ Զոլակարի թիվ 2 դպրոցը նորոգված է եւ գործում է։ Վաղաշենի միջնակարգ դպրոցը վերանորոգված է եւ գործում է։ Գեղովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցը կառուցման ընթացքի մեջ է։ Ու իհարկե Մարտունում
աշակերտների թիվը տպավորում է 936, 576, 460, շատ լավ է։ Ներքին Գետաշենի թիվ 1 դպրոցը կառուցվում է։ Այստեղ խնդիր ունեցանք, պարոն վարչապետ, երկու անգամ այո, շինարարի հետ կապված խնդիր ունեցանք, քաղաքացիները բավականին խնդիր են բարձրացնում, թե արդեն որերորդ տարին է մեր դպրոցը ու իրականում շինարարը առաջի անգամ հավելագրում էր արել քրեական գործառույթ, երկրորդ անգամ հնարավորություն տվեցին, որ շարունակի ինքը իր հավելագրումների գումարները հետ վերականգնի, հետո պարզվեց, որ նաև երաշխիքները, երաշխիքային փաստաթղթերում կա խնդիր, հիմա շինարարությունը դադարեցված է, բայց ծավալների առանձնացում են իրականացնում, որպեսզի տան այդ մնացած ծավալները տան նոր շինարարը շարունակի։ Երանոսի թիվ 2 դպրոցը կառուցվում է, Ծովինարի միջնակարգ դպրոցը կառուցվում է, Ձորագյուղի հիմնական դպրոցը կառուցվում է, Ծակքարի միջնակարգ դպրոցը վերանորոգված է եւ գործում է։ Արդեն ավարտված է։ Վարդաձորի միջնակարգ դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է։ Մանկապարտեզները Մարտունի, Աստղաձորում կառուցված է մանկապարտեզ եւ գործում է։ Այս մոդուլային մեծ մանկապարտեզն է Աստղաձորում, որ ունենք շատ սիրում։ Ձորագյուղում վերանորոգվում է մանկապարտեզը, Մարտունու թիվ 2 մանկապարտեզը վերանորոգվում է, Մարտունու թիվ 3 մանկապարտեզը վերանորոգվում է, Մարտունու թիվ 4 մանկապարտեզը վերանորոգվում է, Երանոսի մանկապարտեզը վերանորոգված է եւ գործում է, Զոլաքարում նոր մանկապարտեզ է կառուցված եւ գործում է։ Այո, պարոն վարչապետ։ Եվ Ծովասարում մանկապարտեզը կառուցված է եւ գործում է։ Ծովինարում մանկապարտեզը վերանորոգված է եւ գործում է։ Վարդենիկի թիվ 1 մանկապարտեզը վերանորոգված է եւ գործում է։ Արցվանիստի մանկապարտեզը վերանորոգման ընթացքի մեջ է։ Գեոխովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանը վերանորոգված է եւ գործում է։ Երանոսի դպրոցում նախակրթարանը կառուցվում է դպրոցի հետ։ Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանը վերանորոգված է եւ գործում է։ Ծակքարի միջնակարգ դպրոցում նախակրթարանը վերանորոգման ընթացքի մեջ է։ Ձորագյուղի հիմնական դպրոցում նախակրթարանը վերանորոգման ընթացքի մեջ է։ Վաղաշենի միջնակարգ դպրոցում նախակրթարանը վերանորոգված է եւ գործում է։ Եվ Վարդաձորի միջնակարգ դպրոցում վերանորոգվում է նախակրթարանը եւ Լեռնա Կերտի հիմնական դպրոցում կառուցվում է նախակրթարան դպրոցի հետ։ Սևանում 4 դպրոց, 2 մանկապարտեզ, 1 նախակրթարան։ Սևանի ավագ դպրոցը վերանորոգված է եւ գործում է արդեն վերանորոգումից հետո։ Ծովագյուղի միջնակարգ դպրոցը վերանորոգվում է։ Զովաբերի միջնակարգ դպրոցը վերանորոգվում է, Գեղամավանի միջնակարգ դպրոցը վերանորոգվում է։ Մանկապարտեզները Սևանի թիվ 3 հեքիաթ մանկապարտեզը վերանորոգվում է, Ծովագյուղի մանկապարտեզը վերանորոգվում է եւ Ծովագյուղի միջնակարգ դպրոցում նախակրթարանը դպրոցի հետ վերանորոգվում է։ Վարդենիսում 6 կրթահամալիր, 3 դպրոց, 3 մանկապարտեզ, 6 նախակրթարան։ Ըստ այդմ Արեգոնի բնակավայրում կառուցվում է կրթահամալիր, Արփունք բնակավայրում կառուցվում է կրթահամալիր, Կախակն բնակավայրում կառուցվում է կրթահամալիր, Մաքենիսում կառուցվում է կրթահամալիր, Շատվանում կառուցվում է կրթահամալիր, Փոքր Մասրիկում կառուցվում է կրթահամալիր։ Ակունքի միջնակարգ դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է, Կարճախբյուրի միջնակարգ դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է, Շատ ջրեքի միջնակարգ դպրոցը կառուցման ընթացքի մեջ է, մանկապարտեզների մասով Վարդենիսի Բանավանի մանկապարտեզը կառուցված է եւ գործում է, այսինքն 0-ից մանկապարտեզ են կառուցել, բայց ես չեմ եղել, չէ՞։ Չէ, եղել։ Խաչախբյուրի մանկապարտեզը կառուցման ընթացքի մեջ է, Գեղամասարի մանկապարտեզը վերակառուցված է եւ ես եղել եմ այնտեղ, այնտեղ ճանապարհը պիտի սարքեին։ Հիմա արդեն սկսում են աշխատանքները, պարոն վարչապետ, մոտեցնող։ Շատ ջրեքի միջնակարգ դպրոցում նախակրթարան դպրոցի հետ կառուցվում է։ Լուսակունքի միջնակարգ դպրոցում վերանորոգված է եւ նախակրթարանը աշխատում է։ Կարճախբյուրի միջնակարգ դպրոցում
դպրոցի հետ նորոգվում է, մեծ մասրիկի միջնակարգ դպրոցում վերանորոգված է եւ գործում է նախակրթարանը, Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցում վերանորոգված է եւ գործում է, եւ ակունքի միջնակարգ դպրոցում վերանորոգման ընթացքի մեջ է։ Ջելոց ակունքում մենք նոր մարզադահլիճ կցակառույց կառուցեցինք, հանձնեցինք։ Նորմալ գործում է աշխատում։ Նորմալ, հա, բան վարչապետ։ Դե այդեն փուլի շենքերից էր, որ ես այցելում եի եւ որակի հետ կապված խնդիրներ էին արձանագրում։ Դե շինարարական ընկերությունների հետ կապված խնդրեմը հիմա մենք արդեն նոր որոշումներ ենք կայացնում, որտեղ արդեն մեխանիզմ ենք ձևավորում, որ ովքեր վատ պատմություն ունեն, արդեն շինարարական եւ մեզ համար խնդիրներ են ստեղծել նույն Արամուսում, ձեր նշած դեպքը, էլի դեպքեր ունենք, հետագայում իրենք կամ հնարավորություն չունենան մրցույթների մասնակցելու կամ լրացուցիչ երաշխիքներով։ Այստեղ մարզում 3 մարզադահլիճներն են նույն կազմակերպությունը, ու մի դպրոցը նույն կազմակերպություններ իրականացնում։ 3-ում էլ ունեինք լուրջ խնդիրներ, բայց վերացրի այդ խնդիրները։ Այո, բան վարչապետ, Ջիլի դպրոցը, այս բոլորի մասին որ խոսում եմ, սրանք տաշիր կազմակերպություն, շինարարական կազմակերպություն, Ջիլի դպրոցը կառուցել էին համարյա թե արդեն ծածկն էին դնում, ես այնտեղ տեսել եմ, որ բանը հիմքը քանդվում էր, ձեռով հիմքը քանդել ենք 0-ից դպրոցը, նորից կառուցել։ Այս հիշում եմ, որտեղ բացումը նախատեսված էր քանի ամիս հետաձգված։ Շատ լավ, հիմա առողջապահական կառույցները, Մարտունի համայնքում Մարտունի ԲԿ նոր շենքի կառուցում, աշխատում է ԲԿ նորմալ, այնտեղ էլ թերությունների խնդիր ունենք, դեռ աշխատում ենք, թե վերացրել։ Չէ, վերացրել է։ Շատ լավ։ Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի ամբուլատորիայի կառուցում հուլիսին կավարտվի։ Ասենք 0-ից կառուցող, այո, բան վարչապետ, ժամկետներում կավարտեն, աշխատանքները արագ։ Մարտունում մենք նաև ծննդատուն կառուցելու խնդիր ունենք, չէ՞։ Հիմա նախագիծը պատրաստ է։ Հին բժշկական կենտրոնը դարձնում ենք ծննդատուն, թե ոչ, բան վարչապետ, նոր կորպուս են կառուցում, նոր հիվանդանոցի կողքին եւ մեր Մարտունու հիվանդանոցը բերում ենք նոր մակարդակի վրա, դարձնում ենք 3-րդ մակարդակի հիվանդանոց, որ բոլոր չափորոշիչներին համապատասխանելու։ Մարտունի համայնքի Վաղաշենի ամբուլատորիայի կառուցում օգոստոսին կավարտվի, Մարտունի Վարդենիկի ամբուլատորիայի կառուցում օգոստոսին կավարտվի, Սևան ԲԿ վերանորոգում եւ տոմոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիկ սարքով հագեցում գործում է 2025 թվականից, հա, այցելել եմ ես այնտեղ, հա։ Սևանի բժշկական կենտրոն ոչ բան վարչապետ։ Մենք բան է, այստեղ իհարկե տեղեկանկում չկա, մենք Գավառի բժշկական կենտրոնն էլ կհիշեք, դուք հանձնարարեցիք, որ բան համակարգչային շերտագրման բան սարք տվեցինք, մարզի 3 խոշոր բժշկական կենտրոնները հագեցված են բանով, կատ է ապարատով, այսինքն մարդիկ ստիպված չեն լինի Երևան, թեկուզ առողջության ապահովագրությունով, բայց մեկ է ճանապարհը ծախսը կա, չէ՞ մարդիկ պետք է ճանապարհ կտրեն, կեցության ծախսերը եւ այլն, որ մարզում լինում է, ընդհանրապես 2018 թվականից այդ համակարգչային տոմոգրաֆիան մասնավորապես հանրապետությունում ցանցը շատ խտացել է եւ հիմա մարդիկ ստիպված չեն, եթե ինչ-որ սպეციფიկ բան չկա, ախտորոշում չկա, մարդիկ ստիպված չեն գալ Երևան եւ ավելի այդ process-ը շարունակվում է, մենակ մյուս սարքը MRT էր կոչվում, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, այդ արդեն ավելի բարդ է, բայց այդ էլ մարզերում ընթացած Միջալոց համակարգչային շերտագրման ապարատները բացի նրանից, որ մեր մոտի բժիշկներն են, այդ կարիքի դեպքում ունեն նաև պայմանագրեր Երևանի հետ միանգամից ուղարկել Երևան։ Այո, բան վարչապետ, այսինքն կարիք չկա ընդհանրապես Երևան հասնել։ Շատ լավ։ Հիմա նաև բուժ ամբուլատորիաների հետ կապված ավելացնեմ, այստեղ չկա, մենք ունենք հուշագիր ստորագրած Իզերի դեպարտամենտի հետ, մենք ամեն տարի իրանց հետ ամբուլատորիաների առողջապահական համակարգի Որ դեպարտամենտի Իզերի, Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի հետ, մենք արդեն 6 բժշկական ամբուլատորիաներ ունենք, որ մեր եւ իրենց միջոցներով վերանորոգում ենք իրականացրել։ Շատ լավ է։ Բայց դա էլ սկզբունքային է, որ օգտագործված սարքեր եւ այլն պետք է նման բան չկա, բան վարչապետ։ Այսինքն սկզբունքորեն դեմ եմ եւ արկել են որովհետեւ որ
արտերկրից օգտագործած սարքեր սարքավորումներ բերվեն եթե համագործակցում են շնորհակալ ենք եւ միայն նորը միայն չօգտագործված բավականին լավ համագործակցում ենք հիմա էլ մի նախագիծ արդեն պատրաստ է Դդմաշենի ամբուլատորիայի վերանորոգման աշխատանքներ դի անենք շատ լավ 2022-26 թվականներին 933 միլիոն դրամի հրատապ ծրագրեր են իրականացվել այստեղ ինչ մեկնաբանություն ունեք հրատապ ծրագրերը տենց շարժան ինչ-որ բան կա թե փոքր ծրագրեր են կա փոքր չեմ պարոն վարչապետ դուք տեսակ այս տարի ճամբարակի հենապատը այդ հրատապով են այո դա հրատապով արված ծրագիրը այդտեղ են հեղեղումների ժամանակ փլուզում մենք ունեցանք դրա համար այդ ամբողջը հրատապ ծրագրով մենք արագ վերականգնեցինք որ հանկարծ հողի հոսք չունենանք շատ լավ Յարքոնիկի մարզում ռոռոկման ջրամատակարարման համակարգերի նորոգում հիմնանորոգում այդ թվում 146 կիլոմետր ջրամատակարարման համակարգ սա սուբվենցիաներից դուրսի մասին հա պարոն վարչապետ այս տարածքային զարգացման հիմնադրամի այսինքն ջրային կոմիտեի ջրային այո պարոն վարչապետ 146 կիլոմետր ջրամատակարարման համակարգեր ռոռոկման համակարգ 38.2 կիլոմետր Ես ասում ենք ռոռոկման համակարգ իրենք մայր ջրանցքներ են մեծ ջրանցքների մասին որ կառուցվել է 38 կիլոմետր մեծ ջրանցք այո մեծ ջրանցքների կառուցման մասին է խոսքը ոչ թե առումներ ռոռոկման այդպես փոքր համակարգ են կառուցվել եւ տեղադրվել է 22 ջրաչափական սարքավորումներ 3 խորքային հոր է կառուցվել ըստ համայնքների Գավառում ջրահեռացման համակարգի վերակառուցում 11.1 կիլոմետր, Կարմիր գյուղում եւ Սարուխանում 12.1 կիլոմետր ջրամատակարարման համակարգի վերակառուցում, ռոռոկման մասով Գավառագետի հունի մաքրում 4.2 կիլոմետր, Լանջախբյուրի թիվ 3 խորքային հորի ջրագծի կառուցում եւ պոմպի տեղադրում եւ Սարուխանի պոմպակայանի մոտեցնող ջրանցքի հիմնանորոգում։ Միջերոս Գավառագետի հունի մաքրում էս եղել է 20 թվականի սկզբին էս 4.2 կիլոմետրն է։ Հիմա Գավառագետի ամբողջ Գավառագետի հունի մաքրման ու ամրացման մրցույթը կայացած է, այս առաջիկայում կսկսվի ամբողջ Գավառագետի հունի մաքրում ու ամրացում։ Շատ լավ։ Ճամբարակում Վահան բնակավայրի 1.2 կիլոմետր երկարությամբ ջրամատակարարման համակարգը վերակառուցվել է։ Ձեր քաղաքացիները ձեզ էին դիմել, կառուցել ենք, այնտեղ նաև ջրընդունիչը կառուցվել։ Հիմա ջրվիճակը նորմալ է։ Մարտունի համայնքում 2.4 միլիարդ դրամի ծրագիր է իրականացվել եւ 6 բնակավայրում հիմնանորոգվել է 772 այստեղ վրիպակ կա, երևի 772 կիլոմետր երկարությամբ ռոռոկման ներտնտեսային ցանց, 1.8 միլիարդ ենթադրվում եմ 70 կիլոմետր կարայլում, 77.2 կարայլում։ 77.2 կիլոմետր, այո։ Ներքին Գետաշեն բնակավայրում 33 կիլոմետր երկարությամբ ջրամատակարարման համակարգ է վերակառուցվել 960 տնային տնտեսությունների համար։ Ռոռոկման ջրամատակարարման համակարգում էլ 83 միլիոն դրամի տարբեր ներդրումներ վերանորոգման աշխատանքներ։ Սևան համայնքում 30 կիլոմետր ջրամատակարարման համակարգ է վերակառուցվել, 2.8 կիլոմետր ջրահեռացման համակարգ է վերակառուցվել։ Վարսեր բնակավայրում 5.86 կիլոմետր երկարությամբ ջրամատակարարման համակարգ է վերակառուցվել 1725 տնային տնտեսություն միացվել է համակարգին։ Ռոռոկման ջրամատակարարման համակարգում եւս 19.4 միլիոն դրամի տարբեր նորոգումներ են արել։ Վարդենից համայնքում իրականացվել է 12.5 կիլոմետր ջրամատակարարման համակարգի վերակառուցում եւ նաեւ Շատվանի լուսակունքի խորքային հորերի պոմպերի ձեռքբերում եւ տեղադրում Արքի այրք համայնքի բնակավայրի միջտնտեսային ցանցի բաժանարարի
հիմնանորոգում եւ Գեղամաբակ Վարդենիս ջրանցքի մինչ տնտեսային ռոռոկման ցանցի բաժանարարի հիմնանորոգում։ Նաեւ Վիոլա ջուր ընկերությունը հետեւյալ ներդրումներն է արել 189 միլիոն դրամի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցում 23.3 կիլոմետր, անհատական տների միացումներ թվով 200, թվով 1 օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցում։ Մենք խոսել ենք, որ հաջորդ փուլում ջրի հետ կապված խնդիրներ լինելու են մեր 5 առաջնահերթություններից մեկը։ Հիմա հուշարձաններին Գեղարքունիքի մարզի անդրադառնանք։ Մարզում իրականացվել է 2 հուշարձանի նորոգման եւ վերականգնման նախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքներ։ Խոսքը մասնավորապես Մարտունու 5 գետիկի վանքի եկեղեցու ամրակայում մասնակի վերականգնում եւ տարածքի բարեկարգման մասին է եւ Գավառ համայնքի Բերդկունք ամրոցի եւ Կից կառույցների ամրակայում վերանորոգում եւ տարածքի մասնակի բարեկարգում։ Հիմա նախագծերն են իրականացվում։ Բերդկունքում մենք միասին եղել ենք։ Այո, եղել ենք, այնտեղ դե պեղումներն էին սկսել։ Պեղումների արդյունքում արդեն արձանագրվում է թե ինչ կարելի է անել, որտեղ էլ եմ ասում, հուշարձանի վերականգնում ենք շատ նուրբ աշխատանք է։ Իրեն երբեմն վերականգնման անվան տակ կարելի է մեծ վնասներ անվերականգնելի հասնել, դրա համար շատ դանդաղ եւ մասնագիտական աշխատանք է արվում եւ 4 հուշարձանում հնագիտական պեղումներ են իրականացվել Բերդկունք ամրոց, Մրթբի ձորի հնավայրում, Նորատուսի հնարավայրում եւ Խանագեղի դամբարանադաշտում։ Ընդհանուր իրականացվել է հատկացվել է պեղումների համար 34 միլիոն դրամ։ Եվ սա էլ է կարևոր գիտության զարգացման համատեքստում, որովհետև մեր հնագետները ընդհանուր գիտության համատեքստում պետությունից պատվերներ են ստանում, աշխատանք են ստանում եւ իրենց մասնագիտական կարողությունները զարգացնելու դաշտ։ Հիմա հաջորդը Գեղարքունիքի մարզում туриզմի զարգացման նպատակով 2018-ից 2026 թվականին իրականացված ծրագրերը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի կենտրոնական հատվածի բարեկարգում իրականացվել է Ծաղկունք գյուղի կենտրոնական հատվածով անցնող ճանապարհի երկաթբետոնե ճանապարհի եւ ավտոկայանատեղի կառուցում, բարեկարգվել է գյուղի կենտրոնում գտնվող այգին, ներառյալ լուսավորության եւ ռոռոկման համակարգերի անցկացումը։ Սալիկապատվել է գյուղի կենտրոնական հատվածից դեպի Սուրբ Հարություն եկեղեցի տանող ճանապարհը, անցեկացվել 900 մետր ջրահեռացման համակարգ դեպի Հրազդանի ուղղությամբ։ Եվ վերջում անդրադառնանք նաեւ դոտացիաներին։ Գեղարքունիքի մարզում 2018 թվականին համայնքներին տրամադրվել է 4.3 միլիարդ դրամի դոտացիա, իսկ 2026 թվականի բյուջեով 11.9 միլիարդ դրամի դոտացիա, այսինքն դոտացիաների ծավալը աճել է 7.6 միլիարդ դրամով կամ 2.8 անգամ։ Ընդհանուր առմամբ 2018-ից 2026 թվականներին դոտացիաների գծով հատկացվել է համայնքներին 65.7 միլիարդ դրամի դոտացիա։ Ըստ համայնքների պատկերը հետևյալն է։ Մարտունիում դոտացիան աճել է 151%-ով, Վարդենիսում 251%-ով, Գավառում 161%-ով, Սևանում 159%-ով, Ճամբարակում 217%-ով։ Եվ նաև պետք է անդրադառնանք 16 միլիոն դրամի ծրագրով մարզում կառուցվող եւ հաստատված տների թեմային 116 տուն այս պահին հաստատված է, ընթացքի մեջ է եւ 16 միլիոն դրամով 94-ը վարկավորված է, սրանցից շատերը արդեն կառուցված են, ավարտական փուլ են գնում։ Մասնավորապես Ազատում 15 տուն, Կութում 8 տուն, Ներքին շորժայում 1 տուն, Սոտքում 77 տուն, Վերին շորժայում 2 տուն, Վահանում 12 տուն եւ Լեռնակերտ, այստեղ վերածակերտ։ Լեռնակերտ գյուղն է, այստեղ մենք որ դպրոցը կառուցել ենք,
այդտեղ երեխաների քանակը նախկինում որ հաստատվել է այդ դպրոցը կառուցել, երեխաների քանակը քիչ է, հիմա այդ փոքր գյուղում մենք այդ ծրագիրներ ենք ներառել, որպեսզի այնտեղ կարողանանք տներ կառուցենք ու դպրոցը կարողանանք համալրենք երեխաներով։ Այսինքն 14 քվոտա էլ ունենք Լեռնագերտում, այնց որ ովքեր ուզում են օգտվել այդ քվոտայից, սիրով սպասում ենք։ Այսքանը մեկ էլ մի հարց, Մարտունիում մենք ֆուտբոլի դաշտի հետ կապված process ունեինք, օտարված էր ֆուտբոլի դաշտը վերադարձնենք։ Այդ հարցերը ամբողջությամբ կարգավորել ենք, բան։ Այնտեղ ինչ ֆուտբոլի ակադեմիա պետք է լինի։ Այո, ֆուտբոլի ակադեմիա, բան է, ֆեդերացիայի հետ ենք անում։ Այո, նախագիծը արդեն բանը հայտարարված է նախագծի ձեռքբերման մրցույթը, հիմա նախագիծը կիրականացնենք եւ այդ նույն տարածքում մենք առանձնացրել ենք տարածք, այդտեղից առանձնացրել ենք մարզադպրոցն ենք կառուցում, մարզադպրոցի շինարարության մրցույթը այս շաբաթ արդեն կհայտարարվի, արդեն։ Այս ֆուտբոլի դաշտը օտարված էր, չէ՞։ Սեփականշնորհված էր, թե վարձակալություն։ Վարձակալություն էր մարզադաշտը, բայց բան ունեին իրանք վրայան քանդված կիսակառույցություն ունեին, այսինքն 4-րդ կարգի վտարային կառույցություն։ Կարճ ասած process-ներով վերադարձնենք համայնքին, թե կառավարության։ Համայնքին, համայնքը հանձնեց պետական գույքին, որպեսզի կարողանանք այս ծրագրերը վրան իրականացնել։ Այսինքն այնտեղ կլինի ֆուտբոլի ակադեմիա եւ մարզադպրոց նույն հատվածում։ Այո, այո։ Սա լրջագույն փոփոխություն է Մարտունու երեխաների համար եւ բոլորը շունչները սպասում են թե երբի շուտով շատ լավ, այսքանն էր մեր ներկայացումը համառոտ գեղարքունիքի մարզի։ Այստեղ բաներ կա, որոնց չանդրադարձանք, որոնք մենք ենք մեր միջոցներով ու նաեւ բանով իրականացնել, 11 դպրոցներում մենք ջերուցման համակարգ ենք անցկացրել, որոնց մասին չխոսեցինք, 10 դպրոցներում մարզադահլիճներ ենք ամբողջությամբ վերանորոգել, հիմա Էսպային 8-ում գույքով համալրման աշխատանքների process-ն է իրականացում եւ 70 դպրոցներում լաբորատոր սենյակները, ամեն դպրոցում 4 լաբորատոր սենյակներ ամբողջությամբ հիմնանորոգվել է, որպես նոր լաբորատոր սարքավորումներով հագեցվի, մոտ 585 միլիոն դրամի աշխատանքները մենք ենք այդ մասով իրականացնել, որը չէր երևում մեր այս աշխատանքը։ Շատ լավ, դե ձեր ասած ընդհանրապես հիմնավորում այն, որ մենք sense սեղմած ներկայացնում ենք, բայց որ sense ժամանակ ունենանք նստենք խոսենք, ամեն մարզի հետ կապված ժամերով կխոսենք, որովհետև այս բոլոր թեմաների տակ, տողերի տակ կան բազմաթիվ նրբություններ։ Այստեղ մենք չներկայացրեցինք այն տեխնիկաները, որոնք տարածքային զարգացման հիմնադրամով են տրամադրվել համայնքներին, որոնք կանցնեն, օրինակ մեր մարզինը կանցնի միլիարդ վստահ եմ։ Տարբեր ծրագրերով իրականացած աշխատանքներ այստեղ չի։ Շատ լավ, ճիշտ եք ասում։ Տեխնիկայի հետ կապված մենակ սուբվենցիաներ։ Այո, բայց բանը չի ներկայացվել, օրինակ տարածքային զարգացման հիմնադրամը ինչքան տեխնիկա տվել համայնքներին։ Բազմաթիվ տեխնիկաներ է տրամադրել համայնքներին, թե գյուղատնտեսական տեխնիկա, թե մաքրման աշխատանքներ իրականացնել, տարբեր տեխնիկաներ։ Շատ լավ։ Դե ուրեմն մինչև հանդիպում Գեղարքունիքի սիրելի բնակիչներ, ելի հիշեցնեմ, մոտավորապես 9:45 պլանավորում ենք լինել Լճաշենում, 10:30 Սևանում, 11:35 Ծովագյուղում, ժամ 1-ին Ճամբարակ խոշորացված համայնքի Մարտունի բնակավայրում, 13:50 Ճամբարակում, 15:10 Շողակաթում, 17:00 Մեծ Մասրիկում, 18:00 Ակունքում եւ օրվա վերջ ժամը 7-ին 19:00 Վարդենիսում։ Վաղը կշարունակենք մեր այցերը Գեղարքունիքի մարզում, որը կավարտվի երեկոյան ժամ 8-ին, դա վաղվա մասին, այսօրվա մասին չի, այսինքն հունիսի 3-ին։ Հունիսի 3-ին ժամը 8-ին Գավառի կենտրոնական հրապարակում։ Լավ եղեք, մինչ հանդիպում, սիրում եմ բոլորին։